մեզ մոտ նոր օր Ինչպես տեսնում եք, Աննան արդեն պատրաստվել է, այսօր մի քիչ այսպես կլասիկ տեսք ունեցա, անկախ ինձանից, որոշեցի այսպես ինչ-որ տեսքով լինեմ, միգուցե մի քիչ սենց strong վիճակը հաղորդում, բայց ոչինչ, սև դասական տաբատս է, մուգ շագանակագույն չէ, միջին շագանակագույնության բասանուշկաները, ես պայուսակը բերեմ ցույց տամ։ Այս պայուսակը կոչվում է ձիու թամբ, որովհետև նման է, եթե կնկատեք, ու կոշիկներս հենց այս գույնի են, այս վերջերս որ առել էի, դրանք եմ հագել, երեխաներին հագցրել եմ, բոլորի շորերը արդուկել, պատրաստել, այնպես որ կարող ենք ընկնել ճամփա։ Հուսամ, որ նպատակին կծառայի այսօրվա մեր այցը, ու ես կկարողանամ գտնել համապատասխան շորիկ այդ օրվա համար։ Ահա եւ իմ ստիլյականները, Արտաշես ասում է, պիտի լաբուբույով դուրս գամ, դա մոդա է հիմա։ Դավի լաբուբուն արդեն պոկվել, փրթվել, թափվել է, երեք վերեցինք ու արդեն չկա, ես այդպես է գիտեի, ուղղակի ուզում էի հավեսները հանեն։ Մի հատ կպտտվես շորիդ հետևի մասին նայենք։ Թույն։ Всё։ Մենք հասանք, երեխեք ջան, Ռոսիա, Դավ ջան, պապայի թաթիկը բռնի։ Ուզում եմ մտնեմ, տեսնեմ, այստեղից կգտնեմ, ինչ-որ Դավը ինքնուրույնության է ձգտում։ Ու ասում եմ մենակ կանեմ։ Вообще-то ես այսօր որոշել եմ այնպես հագնվեմ, որ շոր փորձելուց հեշտ հանեմ ու հագնվեմ, բայց մեկը հագանեց, որ դժվար լինի։ Դե մենք կին ենք, չէ՞, կանայք սիրում են իրանք խնդիրներ ստեղծեն։ Ինչ է։ Չէ, մի իջի, դա գնում ենք ներս, գնում ենք։ Վերցրել եմ ինչ որ ինձ անհրաժեշտ է, մի հատ էի վերցել, ասեցին մաքսիմում 5 հատ է, так что հիմա այս 5-ը կփորձեմ, հետո այն մեկը կվերցնեմ, если что։ Հուսամ, որ ընդհանուր մի բան գոնե դուրս կգա։ Երեխեք, վերցրեցի, ընտրեցի, որ ասեմ 100% իմ սրտով չէ։ Էլ տարբերակները ձեզ ցույց չտվեցի, որովհետև չուզեցի շատ երկար մնամ հանդերձանում, լիքը սպասողներ կային։ Տարակուսանքներ ունեմ, բայց հուսամ լավ կլինի, տաբատը պետքա կարճացնել։ Հիմա գնանք մի հատ խորենին կոշիկ ընտրենք, արևես կողմից ցած նկարեմ, որ լավ տեսնեք ինձ։ Մի խոսքով, հուսամ որ լավ կլինի, ես ոճի մեջ ես ինձ այդքան չեմ պատկերացնում, ինչ համարձակ եմ համարում, բայց տեսնենք։ Խորենը իրան բոթասները վերցրեց։ Ես ինչ ես անում։ Հիմա գնանք մի քիչ զբոսնենք եւ պիցցա թայմ անենք։ Լավ է, եղանակը ոնց որ մի փոքր հովանում է, որովհետեւ երեխեքի հետ որ մի հատ էլ շոկ է լինում, այդ вообще կաշուր։ Հա, տեսա, բալես, տեսա։ Շատ մարդաշատ է քաղաքը։ Հորիկ հավանել ես բոթասները, ծրտիկ։ Հա։ Հեսա ցույց կտամ ձեզ էլ։
Հա եւ խորիկի բոթասները ինչ շատ ադտեք է։ Գիտակ։ Так что մենք գնահատում ենք 10, 10-ից 10։ Ընկանք առաջ, գնացեք։ Ֆոտոներ արեցի տղեկիս։ Որի ասում արի մի հատ է ես քեզ նկարեմ։ Ասում եմ գնանք ուրիշ լոկացիա, այնտեղ նկարես, ինձ համ հա դե դու ես տուզիկ տեղը չես նկարում։ Ձեռը էլի արի բլոգերական բաներ եմ էլի անում։ Ձեր չեմ առնում, ճիշտ է։ Լավ է, շատրվաններ այսօր միացրած են, հենց նոր Մանուշակյանից հետ հանդիպելիս չկար։ Բան է, վայ փու, պրոլետարիատը չենք հասկանա։ Սխալ բաներ ասում, դա համար լեզուն կապանք։ Գանձեր, լավ է, երեկոյա քամի սկսեց մի քիչ հաջելի։ Մենակ փանումը չէ որ մազերս գմտնին աչքերուս մեջ։ Ամա ռեզին մգամոդես։ Այ, ուղիղ ժամը 6-ն է։ Որից նայելա, ես արևի պես ընկել եմ աչքերի մեջ։ Հլնայք ինչ հավես է։ Զովը տալիս է, քամին բերում աջուրը մեր վրա։ Խոր պարսկերենից թարգմանաբաներ, արև նշանակում քո անունը։ Ինչ հավես է, եղեք քիչ ամտն մնում գցվեմ մի հատ մեջը լողանա։ Լողամ ավելի ճիշտ։ Բայց այնքան դեպքեր ալնում, որ տոկ է խփում շատրվանների մեջ լողալիս։ Ահա եւ հասանք Հյուսիսային պողոտա։ Գնաս պապայի մոտ, հոգնեցիր, քրտնեց ձեռքը, դե լավ դու գնա ուղակի, ես քեզ չեմ պահի։ Գնում ենք ջուրիկ նոր խմեցինք հրապարակում, բայց հեսա որ գնանք սրճարան կտամ։ Նկարեմ։ Հսկայական պայուսա կա, տեսնում ես Արտաշես։ Կոմպլեքս։ Այստեղ կարող է լինել ձեր գովազդը, լրիվ է դա։ Դե շնորհկաները, պապ։ Դժգոհիկս է։ Շոքում է։ Արտաշեսս։ Դու լրիվ ոնց որ եվրոպացի տուրիստերն ես այսօր։ Հավես է։ Չէ՞։ Մամա, նայ շնորհկաները։ Հա, դա ծաղրանկարներ են։ Սրանից Սրանից վերցնենք։ Հա։ արի էկվացիա։ Սոկը վերցնենք հեսա։ Պեպերոնի, կոլա։ Պատվերը արեցինք երեխեք ջան։ Ես ու Խորենը որոշեցինք բուրգեր ուտել։ Ես ի սկզբանե աղցան էի ուզել, բայց Խոչմանը Արտաշես եւ Դավիթ հանգիստ։ Մինչև պատվերը բերում են, այս երկուսը իրան միս են ուտում։ Դավիթ, դրանք մշտական պեպերոնի գծով են։ Առաջարկեց այդ աղջիկը, ասում է կարող մեր այս նորույթը փորձեք, էլի բուրգեր էր, այս կողմի վրա նկարած։ Ասեցի ինչու՞մն է տարբերություն, տենց է չջոկեցի, որ հետը կոլա կար։ Ասած հավի միսը։ Հավի է, տավարի է, տավար է։ Ես տավար եմ, Թիվ 1 չարաճճի։ Այ չարաճճի։ Մեզ տեղափոխեցին ու բերեցին շատ ավելի հարմար ամբողջական սեղանի։ Շնորհակալ եմ շատ։ Մեր պատվերները հասան, երեխեք իրանց պիցցաները։ Ես ու Խորենը նույն բանից էինք պատվիրել։ Մեզ բարիախորժակ, չգիտեմ ինչքանը կկարողանամ ուտել, բայց ինչքան որ սիրտս ուզի, այդքան էլ ուտելու եմ։ Իջնենք, պաղպաղակ վերցնենք, որոշել ենք ոտքով գնալ տուն։ Դավին խնդրել եմ կես պորցիա տան, չէ, դիր տակը ոչ չկա թա վրա, կես պորցիա եմ ասել տան, մենք մի պորցիայի կվճարենք, ուղղակի որ երեխան չի կարում ուտի, իզուր թափում է վրան։ Ես ընտրել եմ տիրամիսու, դու Արտաշեսն ու Խորենը ընտրել են վանիլա։ Վերցրեցինք մերն էլ երեխեք ջան։ Ու դուրս են գալիս։ Հիմա ուզում ենք ոտքով գնանք, չգիտեմ կստացվի թե չէ, բայց այնպիսի ցանկություն կա, շատ քայլելու, հատկապես որ մի քիչ կալորիաներ եմ ընդունել։ Համ ես անջատեմ ու շուտ ուտեմ, շատ արագ է խալչում։ Դավը ասում է կարամ մտնեմ լողանամ, ասեմ լողանա չէ, բայց ծերով քայլեմ կանեմ։ Արի։
բլոգերն էլ են այդ բանը։ Միրոն գնաց խոսալ։ Ուրեմն դու բոլորին նկարում ես, բայց որ ասում ես մեկը պահեք, ես էլ կադրում էլի ոտից գլուխ երևան, կամ ու փոփ են անում, կամ չեն կարում նկարել, կիսատ պրա, Դավիթ արի, չէ։ Արտաշես ինչ-որ հետ էիր տվել կամերայից, պատկերացնում եմ ինձ ձև էիր նկարել, ձգած կադրերը։ Շատ առաջ, բայց մինգի, Դավ ջան, լավ։ Ընդեղ փողոց ա, Դավ։ Դավո։ Արի մամային, արևս, արի հանգիստ քայլենք, էլի, Դավ։ Ուրախացել է։ Արի, թաթիկը դուր։ Դավո։ Ձուկներս նստել, արի նստեցին բիձուկներս հանգստանը։ Ես է գամ նստեմ։ Լավ, առաջինը Դավուկանը առաջարկե նստել, մի քիչ հետո կգամ այդտեղ, լավ։ Հա, պրոստը ինքը առաջինը ասեց։ Ահա։ Այ մամ, դու ստեղ նստի։ Դա դու արես կոմ, ես էլ մեջտեղը նստեմ։ Սիրտս ուզում էր սառը սուրճ, ասեցի այսօրվա չարաճճությունները ամփոփեմ այս սառը սուրճով։ Նայեք, ստեղ ինչն է շատ կարևոր երեխեք։ Օրինակ ես գիտեի, որ մենք այսօր դուրս ենք գալու, ես գիտեի, որ մենք խախտումներ ենք անելու։ Մենք ասած ես։ Հետևաբար ես ընդամենը առավոտը մի քիչ նախաճաշել էի ու մի բուր մարինայի կերել։ Ես իմ ճաշը ու ընթրիքը չէի արել, որպեսզի այդ ճաշն ու ընթրիքը փոխարինեմ բուրգերով։ Ես բուրգեր կերա ու մի 3 հատ ֆրի, մնացածը տվել եմ երեխեքին, այդ ֆրին չկերա։ Եվ կերա սորիզոյի պաղպաղակը, որը շատ բարձր յուղայնություն չունի։ Հետևաբար ես այսօր էլ միրգ չեմ ուտի, փոխարեն նաև այս սուրճը կխմեմ ու քանի որ ոդկով ենք եկել, այս սուրճի կալորիան հանգիստ կարող եմ չհաշվել, որովհետև ծախսել եմ, էլի։ Այդպես, այսինքն դու պետք է մտքումդ կառուցես այնա, ինչին ես եկել եմ 100 բան փորձելուց հետո։ Դու մտքումդ կառուցում ես օրվա թույլատրելի կալորիաների քանակը, ու թե արդեն ինչով կլրացնես այդ թույլատրելին, դու ես որոշում։ Կարևորը չանցնես այն չափը, որը նախատեսված է այդ օրվա համար։ Մի խոսքով, ես վայելեմ սուրճս, եկեք այստեղ ամփոփեմ վլոգը, ուզում եմ ձեզ համար արագ մոնտաժեմ ու տեղադրեմ։ Մինչդեռ հանդիպումներ, հուսամ, որ հնարավորինս արագ կհանդիպենք արդեն հաջորդ վլոգի շրջանակներում։ Ես էլ գնամ այս պուպուշիկ մեյքափը մաքրեմ։ Իդեպ սեոկանես գծել եմ նոր NYX-ի ֆլամաստերով, կհիշեք ինձ Զարաներ ուղարկել, շատ ըմտիժն է։ Զարայի նախորդ ուղարկածը, որը նոր էի բացել, այդքան դուրս չեկավ, ինչպես նաև իմ առածը Պուպայից, որը Պուպան էլի լավ ֆիրմա է, էլի լավ է, շատ շուտ ցնդում են, բայց այս NYX-ինը ընտիրությունը շատ եմ հավանել, շատ մուգ, սիրուն, բարակ եզրով գծեց, այս մեկը ընտիր էր։ Երեխեք ջան, բարև, ես պատրաստվել եմ, մեզ մոտ նոր օր է։ Այսօր ես հրավիրված եմ ինչ-որ հետաքրքիր միջոցառման, նվիրված կանանց, մի քիչ պատրաստվել եմ, ինձ կարգի եմ բերել, հիմա եկեք դնեմ կադրը, մի քիչ հետ գնամ, որ տեսնեք լուքս, ու շուտով ընկերուհիս տաքսիով կգա, ինձ կվերցնի, միասին կգնանք, երկուսով ենք լինելու։ Սենց հեռու պիտի գա, որ կարողանաք տեսնել ինձ։ Մի խոսքով կապի պայուսակս եմ վերցրել, այդ ջինսային ինչ-որ տենց բանով, ես բլուզ եմ հագել, մի պահ ինձ թված չի սազում, հետո հասկացա, որ սազում է, հետո խորիկն էլ ասաց, որ սիրուն է, այդպես որոշեցի հագնել։ Լույսս չեմ դրել, հուսամ կադրի որակը շատ վատը չի։ Եկեք, այսպես, մի խոսքով, գանձերս։ Գնում ենք ինչ-որ կանացի լիցքեր ստանալու, այդպիսի ակնկալիքով եմ ամեն դեպքում ես գնում, որ դրական կանացի աուրայով մի հատ միջոցառման, ավելի հոգևոր սնունդ պարունակող միջոցառում ենք, էլի, քան թե կոմերցիոն։ Այսօր Արմինը ասում է անց 20 դուրս գանք, ասում եմ Արմին, միշտ գնում ենք սաղից շուտ, գոնե արի անց կես դուրս գանք, ոնց ուզում ենք որ ժամանակին հասնենք, միշտ շուտ ենք հասնում։ Այսօր հուսամ գոնե շատ շուտ չենք հասնի։
Մեր մշտական տեղն եմ գնում, որտեղից ինձ Արմինը վերցնում է։ Այս գետառը ստեղը խոսում է, այնպիսի շան հոտ է գալիս, вообще կաշմար։ Ես չգիտեմ դուք կադրում ինձ տեսնում եք, որտեղ ես ձեզ չեմ տեսնում, այնպես է արևը ընկել ուղիղ վրաս և հեռախոսից վրա, որ բան չեմ տեսնում։ Հեն օր էդ եմ ասում, խորքին ասում եմ, խոր մեր օրերում դեռ մարդիկ սենց տարօրինակ հայացքով նայում են և տեսնում են, որ կամերան միացրած ինչ-որ բան ես խոսում, դեռ չեն սովորել բլոգերներին։ Մեկ-մեկ սենց վիտրինաներում կանգնում նայում եմ, ինձ նոր զգում եմ, որ նիհարել եմ, ասում եմ ապրես դու Աննա ջան, շատ դժվար է, բարդ է, բայց դու անում ես այդ, ինչքան որ ուժերդ ներում են։ Ես ու Արմինս հասանք, հիմա մնում է հասկանք Արմին մուտքը ոնց է։ Չգիտեմ։ Ստեղ տեսնում ենք 45 Բաղրամյան YouTube-յան հետևորդներից։ Պրիատ։ Լավ, անջատեմ մի հատ գտնեմ, ներսում կմիանանք։ Այսօր բախտս այս մասից եմ բացել, անսովոր է ինձ։ Հա։ Նապրաշվես նա կոմպլիմենտ է։ Երեխեք ջան, մենք արդեն տեղում ենք։ Այստեղ հանդիպում է տեղի ունեցել։ Կարի բոլորին։ Ենքան պատահական և հաճելի։ Մենք տեղյակ չենք, որ պետք է հանդիպենք իրար։ Կյանքը մեզ հանդիպեցրեց։ Եվ հիմա արդեն սուրճ ենք խմում։ Այստեղ մեզ համով շոկոլադ եմ տվել։ Վայելում ենք և ստանանք հոգևոր սնունդ։ Արմինես հոգևոր սնունդի հետևից։ Հոգևոր սնունդի մասին խոսք է։ Հա, բայց մեր հոգևոր սնունդ։ Այս կարևոր որը։ Հիմա ասում եմ, որ ճիշտ է, ես ձեզ յուրաքանչյուրի անհատապես ճանաչում եմ, բայց ցանկանում եմ, որ դուք մի քանի բառով ներկայանեք, որպեսզի դուք իրար ճանաչեք եւ դրանից հետո անցնենք արդեն մեր կարևոր թեմաներին եւ նախաձեռնության նպատակին։ Եվ Ես Աննան եմ Խաչատրյան, մասնագիտությամբ դերասան ռեժիսոր, ինչի հետաքրքրեց ինձ այսօրվա հանդիպումը, որովհետև շատ եմ սիրում հաճելի մարդկանց հետ շփվել, նորը վերցնելու միշտ պատրաստ եմ եւ իմ ունեցածով կիսվելուն եւս, так что վստահ եմ որ հաճելի է լինելու։ Մի քիչ հաղորդում ստացվեց։ Սպասեմ ձեր արձագանքները։ ընկերությունների որոշ չաստիկներում են նստած, շատ լավ մարդիկ են։ Իսկապես շատ լավ մարդիկ են, որովհետև իրենք միանգամից մարդկային մոտեցան եւ աջակցեցին եւ շատ ողջունեցին մեր նախաձեռնությանը եւ ուզում եմ այսօր անդրադառնալ իրենց։ Մենք գլխավոր նախ հոդված 3 ակումբին, այս գեղեցիկ, կոկիկ տարածքը մեզ տրամադրելու համար, որտեղ մենք հավաքվել ենք։ Եվ մեր գլխավոր հովանավորներին, Հովազ գինիներին, եթե խմել եք, գիտեք, որ համնախմահական է, եթե չեք խմել, անպայման առիթ կունենաք։ Իդեպ Հովազ գինիները ստեղծվել են էլի կանանց կողմից, եւ Հովազի այդ կերպարը բնության եւ ներդաշնակության, այդ կնոջ առաջնորդության մասին է։ Ու ինձ համար էլ էր դա բացահայտում իրականում, դրա համար շատ սիրում եմ այս գինիներն արդեն։ Դիությունը, օտարվածությունը, ապահովում է մարդը առանձնանալ, փակվել եւ կան շատ հետաքրքիր ստատիստիկ տվյալներ, որոնք անցկացվել են Մեծ Բրիտանիայում, որոնք ցույց են տալիս, որ կանայք ավելի հաճախ են այրում, քան տղամարդիկ։ Շնորհակալություն, այստեղ այնքան տարբեր թեմաներով ենք խոսում երեխեք։ Այնքան հետաքրքիր քննարկումներ ենք անում։ Խելացի մտքեր եմ արտահայտում։ Հո, բայց միացնեմ։ Ինչ անում ես։ Շատ խելացի։ Այս լսի միան Նայեք ինչ հավով բաներ ա մեզ սպասում երեխեք ջան այստեղ լրիվ դիետայոտ վիճակներ ա, կակրազ իմ տեղն ա, հիմա օգտվեմ։ Նայեք ինչ սիրուն ասորտի եմ հավաքել երեխեք։ Այսինքն անձեռոցիկ աղբարկը կարող է այնտեղ լինի այն մասում։ Մեր հոգեբանի հետ էի զրուցում, մի կարևոր հարցում է իրեն տալու։ Իմ ապագայի հետ էր կապված, հիմա չեմ ուզում մանրամասնել, հետո կասեմ, ու ինքը ինձ շատ ուղղորդող ու հավես բան ասեց, ինձ այդ շատ անհրաժեշտ էր երեխեք ջան։ Դրաշեց որ հոգեբանը ասեց, որ իմ մոտ շատ լավ ստացվում է այս ամեն ինչը, որ շատ խելացի մտքի ընթացք ունեմ ու հաճախ ասում եմ այդ մտքերը, որոնք ինքը այսօր պլանավորել էր ասել։ Իմ համար շատ այդ հավես էր, որ դիմացինը տեսնում է քո պոտենցիալը, վստահ ես այդքան ինքնակրթվում եմ այս ոլորտում ու սիրում եմ ես։ Այդտեղ նայում եմ այն նվերները, որ ստացել եմ։
անասելի հրաշալի ժամանակ եմ ունեցել ու այնքան ուրախ եմ, որ գնացել եմ, հոգևոր սնունդ էր այսօր ինձ համար։ Այդ հոգեբանը այնքան լավ բաներ ասեց ինձ, որ շատ վերլուծական միտք ունեմ, շատ լավ կարողանում եմ թեման զգալ, հա։ Մի խոսքով, առաջինը Ժիլբերտո Մարտինեսից այսպիսի գեղեցիկ զարդ եմ ստացել, շատ հավանեցի, կարծում եմ ինձ շատ կսազի։ Ինքան ուրախացա, շատ պուպուշիկն է, իրեն զարդերը ես քանի անգամ արդեն ստացել եմ նվեր, իվենտներ ժամանակ ու սիրով կրում եմ։ Հիմա անցնենք հաջորդին։ Հաջորդ նվերը երեխեք ես գեղեցիկ գինինա, հովազ ապրանքանիշի, այդպես է կոչվում, տեսեք ինձ սիրուն պրոբկայա, մի սիրուն առիթով անպայման կբացենք ու կվայելենք, վստահ եմ, որ շատ համեղ է, որովհետև այնտեղ փորձողներ կային, որոնք հիացած էին ուղղակի էլի համային հատկանիշներով։ Շարունակում էի նվերները նայել, այս լոշնա չէ կոչվում, եթե ճիշտ է, իրանք պրոֆեսիոնալ մեյքափի պարագաներ են, իրանց կողմից ստացել եմ ստվերաներ, ստացել եմ ինչ-որ դիմափոշի, կնայեմ տեսնեմ ինչա կոնկրետ, ստացել եմ երկու այսպիսի մատիտներ և ստացել եմ հարչաններք։ Մի խոսքով այն ինչ պետք է կնոջը երջանիկ լինելու համար, շատ շնորհակալ եմ։ Այս մեկ ուրիշ գույնը ինչ հավես, ամուք շագանակագույն է, այսպես են երկուսն էլ սև է։ Այսպիսի գեղեցիկ տուփով ստացել էի, այսպես սիրուն փաթաթած, հա, երաշխիք կա ի դեպ վրան, այսպիսի զարդ, ծովային թեմատիկայով, մի տեսակ շատ ոգեշնչող, եկեք դնեմ տեղը էլի, որ սիրտս ուզեց ես պահել մի քիչ, հետո կհանեմ, այնքան սիրուն է տուփը։ Էլ ինչը ձեզ ցույց չտվեցի, վայ պիտի եկեք այսպես անեմ։ Այստեղ մի ընկերության կողմից ստացել եմ այսպիսի հետաքրքիր մոմ եւ մի աղջիկ էլ մայրիկ էր դեկրետում, ով պատրաստում էր հետաքրքիր բաներ։ Ձերքի աշխատանքա, սա շիշի համար է, որ ասենք դուրս ես գալի, չես ունում շիշը ձերքդ պահես, շիշը դնում ես իրա մեջ ջրի ու կախում ես վզիցդ, այսպես կարծում եմ շատ հետաքրքիր է նայվում, շատ հետաքրքիր իդեա է, ամեն դեպքում ես չեմ տեսել նման իդեա ուրիշի մոտ էլի։ Մի խոսքով, այսպիսի հավես նվերներ էին մեզ հրամցրել, այս էլ հայրի է այսպես, վրան գրած հիշիր քեզ։ Շատ հավես է, ապես շատ շնորհակալ եմ բոլոր նվերների համար։ Բավականություն ստացա օրվանից, հատկապես հոգեբանի հետ շատ հետաքրքիր էր զրուցելը։ Իսկ այս պուճուրները տանը չարաճճիություն են, բալ այդ մամայի մատանի։ Ակավամ սիտոկվեց։ Չէ, ցվիտոկը պետք չի։ Չէ, ես Ցվիտոկ, դու իմ ցվիտոկ։ Որիկը մի քիչ դուրս եկավ, ասեց անգնա մի քիչ բակում նստեմ, հանգստանամ, երեխեքի ջղայնացրին, ասի անպայման գնա։ Ու հիմա եկել է ինքը, զգում եմ, ասում եմ, ուզում եմ դուրս գամ անգալու խոլ, բայց քո հետ եմ ուզում գնամ։ Բայց երեխեքին չէի ուզի տանել, մենակ երկուսով քայլենք, որտեղ երեխեքի հետ ավելի շատ էներգիա է, չէ՞, պետք է ես մի քիչ հոգնած եմ։ Ու իմաստը ստատավում եմ, գնամ, մնամ, մակիաժս մաքրեմ, թե գնա, խորիկ ասում եմ, որ կասկածում ես գնաս, թե չէ, լուչը դուրս չգաս, ասեցի երևի ճիշտ ես։ Այնուամենայնիվ հեսա մի հատ միշկ լվամ, միշկս վայելեմ, մակիաժս մաքրեմ, որտեղ դեպքս ոնց որ նագուսկայի տակ լինի մակիաժով ու մի քիչ իմ տներով զբաղվեմ երևի թե որովհետև երեխեքը բոմբ էին գցել տուն մի քիչ կարգի կբերեմ տունը կկանոնակարգեմ խորես դու միշտ կուտես մտածում եմ այսօր մի քիչ կարծիրով ես կարգի երևի բերեմ թե սառնանես լվամ սենց խոշոր պլաններ եմ գրացիոզնի, հա, պայտակ եմ որ բառը կորունա է, մտքից է, չես ընկալու ճիշտ ես ասել, թե չէ։ Մի քիչ հանգստացա ու հասկացա, վсё-таки ուզում եմ դուրս գալ, հատկապես որ խորիկի սիրտը քաղցր մի բան էր ուզում, տանը չկար, ստիմուլ ստացա, ասեցի դուրս գամ մի կռուկ ման գամ, ամուսնյակիս էլ համով մի բան վերցնեմ ու գնամ տուն։ Բայց թույլ տվեք ասեմ, որ ես հեչ հունիսի եղանակ չի ու շատ սուպա, քամոտ է, դաժե տհաճ։ Մի քիչ ազատ նստարան գտնեմ, նստեմ մի 10 րոպե գիրք կարդամ, նոր խանութ մտնեմ ու գնամ տուն։ Այս ժամի դիսկոմֆորտը իմ համար են, որ շներին ման տալու ժամն է ու բացի են, որ պավադոկով են, այդ ոչինչ, իրենցից չեմ բախում, տերերի հետ են։ Նաև թափառական շների ակտիվացման ժամն է, ինչա իմ համար մի քիչ տրիվոգա է մոտս լինում, չեմ կարողանում լիցքաթափվեմ։
Բայց հիմա տեսնեմ, եթե հարմար նստան գտնեմ, մի փոքր կընթերցեմ ու նոր կգնամ տուն։ Եկած ինձ հետ չէ, 3 տղաներս հարցակվեցին տոպրակի վրա։ Խորին սիրտը ահա որ քաղցր ազում, դե մենք հիմա քան որ առողջ ենք ավելի սնվում, քաղցր տանը քիչ ա լինում։ Բայց այս գնումները համարեք խիստ անառողջ։ Խոջան, это тебе։ Это перо. Իրանց բոլորին եմ առել, խորինը որ հիմա քիչ հացակում եք մեկ ձեռեց բզբզալի գնում։ Թափքի թերուզ է, թվացեղ ասում։ Արտաշեսը ուզել էր իրա նոր պայսակի մեջ դնելու համար անձեռոցիկ բան, ես մեր բոլորի համար անձեռոցիկ տենց վերցրեցի։ Չոր անձեռոցիկ են։ Ես ունես, հա։ Լավ, այս խորիկինն է, սիրում է իր իսկաներ։ Այս ձեր Այս էլ ձեզ։ Իրանց սիրած չուպաչուպի, անես քո ծամոնը։ Այս է քեզ չուպիկ դաղով։ Պաժալուստը։ Եվ գաթա խորենին։ Кстати, мы Ու ծամոն եմ ես վերցրել այսպես գրավել։ сказали. Երեխեք, տանը մի հատ գազար էր մնացել, մի հատ պղպեղ էր մնացել, սենց շո խառը բան, սոխով, մոխով սարքեցի բրնձով փլավ, սխտորով շատ անուշաբուր ու համով է ստացվել։ Այդ ընթացքում մի հատ բիսկվիտ արագ սարքեցի, բայց թթվասերով եմ սարքել, խորիկի սիրտը տնական մի բան էր ուզում, ասեցի լավ, գոնե մի հատ բիսկվիտ թխեմ, ամոթնել է լավ բան։ Հիմա էլ պատրաստվում եմ աղցան սարքեմ, լոլիկ վարունգ, թթվասեր կամ մածունկը որոշեմ հլը եւ սամիտ, այդ ամառային համով հոտով աղցանն է, որ շատ սիրում ենք, մի քիչ էլ կարելի է սոխ կտրատել, ես էլ խորենն էլ սիրում ենք այդպես։ Այդ ընթացքում խոհանոցն եմ կարգի բերում, 1000 ու մի բաներ, խորենը դրսի գործերով զբաղված, մուծումներ ունենք, խանութ, մանութ, ոբշեմ, սես տարբեր բաներ։ Այստեղ տեսնում ենք աղցանը, որը արագ պատրաստեցի, ինչի ձեզ հետ միասին չեմ անում, ժողովուրդ ջան, որովհետև լիքը անելիքներ ունեմ, ժամանակի սղություն ա մոտս, հետևաբար սյոմկան մի քիչ ավելի երկարաձգում է, էլի ամեն արած այդ գործը, որպեսզի ամեն ինչ հասցնեմ, անում եմ կադրից դուրս։ Հիմա հավի կրծքամիս ունեմ, ուզում եմ համեղ սարքել, էլի թթվասերով, համեմունքներով, որպեսզի բրինձի հետ լավ լինի։ Միանգամից բրինձի մեջ կանեի հավի կրծքամիսը, պրոստը բրինձը մի քիչ ավելի շուտ սարքեցի, քան կրծքամիսը եկավ մեր տուն։ Դրա համար կրծքամիսը առանձին կանեմ, թեթև կտապակեմ, ոչ շատ յուղալի, այլ այդպես թեթևի մեջ, հա, ավելի սոուս կստանամ թթվասերի օգնությամբ։ Այստեղ ուղղակի արել եմ թթվասեր, աղ եւ սխտոր լավ խառնել եմ։ Մի 10 րոպե կթողնեմ կներծծվի, նոր գազի տակը կմիացնեմ, իրեն մի թեթև կտապակեմ, մի փոքր ձետ կավելացնեմ, որովհետեւ հավի կրծքամիսը գիտենք, որ յուղոտ հատված չի իրականում։ Ու վերջ պավնացենի մեր սնունդը, սննդակարգը, ապահոված կարող եմ համարել, հեսա մի հատ էլ բիսկվիթը ձեզ ցույց տամ։ Այստեղ խորենը խանութից վերադարձել եմ, մի քանի բան գնել, ասեցի էդ էլ ցույց տամ ու ամփոփեմ այսօրվա վլոգը։ Երեխեքին Kinder Joy-երից էր բերել, այնտեղ խաղում են։ Ու ասում եմ խոր, ես ինչի այսքան մակարոն բերել, որովհետև տաննել ունենք, էլի մակարոն, ես տարբեր տեսակներ վերցել, ասում եմ, այսա կպատմեմ, իրականում ես 2 հատ էի ուզում վերցնել։ Հիմա գա պատմի, մածուն, թթվասեր, երեխեքի հյութերը, կարակ, զապաս, իհարկե ասում են, որ իբր կարող լինի կրիզիս, հա, կապված Իրանից եկող այդ մարդկանց խմբականակի հետ, խանութներից մի քիչ բաներ գնեք, զապաս պահեք, բայց ես ճիշտը ասեմ չեմ հավատում, որովհետև ինչքան տես բան ասում են, մեկա չի լինում։ Խոջան, հիմա արի ասա, տեսնեմ ինչ ես այսքան առել։ Ինչ ես այսքան շատ։ Կամերան անջատի կասը։ Հա, գաղտնիք հա։ Լավ, ուրեմն եկեք ես ավարտեմ վլոգը, ինքը կամերայից դուրս թողասի։ Ես էլ միացանք սաղ տեղավորեմ, ձերքետ էլ անգլերենս եմ պարապում։